Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 4 Մեր Փրկիչ Աստծո բարությունն ու սերը մարդու նկատմամբ Տիտոս 3:4 Ինչպիսի հաճույք է տեսնել իր սիրելի ժողովրդի հետ շփվող Փրկչին, չկա ավելի սքանչելի բան, քան Աստծո հոգով առաջնորդվելը երանության պտղաբեր դաշտում։ Հիշիր ամբողջ սերը, որ նախկինում ցուցաբերել է քո հանդեպ Փրկիչդ, ու դրա բազմաթիվ հրաշալի դրսևորումներ կայցելեն քո հիշողությանը, որոնցից յուրաքանչյուրը սիրտը կապում է Հիսուսին, միահյուսում է նորոգված հոգու մտքերն ու զգացմունքներն ու այն տրամադրում է նրան։ Երբ մենք խորում ենք այդ հիասքանչ սիրո շուրջ եւ տեսնում, թե ինչպես է փառավորյալ Փրկիչն առատորեն օրհնում եկեղեցուն իր լիությամբ, մեր հոգիները նվաղում են զգացմունքների առատությունից։ Ով է նա, որ իր մեջ այդքան անսահման սեր է պարունակում։ Նույնիսկ նրա այն աննշան ծավալահատիկը, որ երբեմն տալիս է Սուրբ Հոգին, ավելին է, քան հոգին ի վիճակի է տեղավորվելու։ Ինչ աննկարագրելի հիացմունք կապրեր մեզանից յուրաքանչյուրը, տեսնելով այն իր ամբողջության մեջ։ Երբ հոգին սովորի տարբերակել Փրկչի պարգևները, ժամանակ կգտնի դրանց մասին խորհելու եւ իմաստություն ձեռք կբերի դրան գնահատելու։ Հիսուսի հետ մեր շփումը ավելի սերտ ու հաճելի կդառնա, քան ներկայումս է։ Բայց ով է ի վիճակի պատկերացնելու նման հաղորդակցության քաղցրությունը։ Դա երևի հենց այն է, ինչ չի մտել մարդու սիրտը, բայց Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են իրեն։ Միայն պատկերացրեք Հովսեփի ամբարի բացվող դուռը եւ այն լիառատությունը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Դա իսկույն մեզ կլցնի անպատմելի սիրով, հավատով ասես պղտոր հայելու միջով։ Մենք տեսնում ենք նրա անթիվ գանձերի արտացոլանքը, սակայն երբ սեփական աչքերով տեսնենք այն ամենը, ինչ կա երկնքում, որքան խորը կլինի սիրո հոսանքը, որի մեջ կընկղմվեն մեր հոգիները։ Իսկ քանի դեռ այս օրը չի եկել, խնայեք մեր հնչեղ երգերը մեզ տրված բարերարի Հիսուս Քրիստոսի համար, որի սերը մեր հանդեպ զարմանալիորեն հիասքանչ է ու գերազանցում է մարդկային սիրուն։